Էս չէր։ Ես էլ չէր։ Որն էր այդ հոգու ու մարմնի ներդաշնակությունը։ Ապես եմ։ Այդտեղա լեղաճակ եղա։ Ինչի չես ասում, որ գալիս ես։ Այդտեղա քո հետ եմ, սիրտս կանգնեց։ Այդտեղա զավեն քո հետ եմ խոսում։ Գիտես, լավ կլինի տղայի դաստիարակությամբ մի փոքր զբաղվես։ Չնայած արդեն ուշ է, բայց ինչպես ասում են, ուշ լինի, անուշ լինի։ Նախ այդպես չեն ասում են ուշ լինի, նուշ լինի, եւ հետո ինչ արել որ։ Հետո խոսում են բանի տեղ չի դնում։ Այսքան ժամանակ իրանից ենք խոսում, իբր ինքը չի լսում։ Իբր չէ, իսկապես չի լսում։ Այսինքն չի լսում։ Երեք որ գնացել էինք Արամիկին գտնելու, պատահաբար Արամիկը ձախ ականջի տակ կրակեց։ Դրա համար էլ չի լսում։ Աչն էլ չլսելու է տալիս, հա երևի։ Չէ, աչն էլ վատ է լսում։ Բա դու ասում էիր հրացանի մեջ փամփուշտ չկա։ Իսկապես հրացանի մեջ փամփուշտ չկար։ Ու լավ ճանաչելով իմ Արամիկին, պիտի որ չստուգեր։ Դե պարզվում է ես իմ որդուն լավ չեմ ճանաչում։ Բարյուսես, ես ոնց եկեկը չեմ նկատել, հա չնայած ոնց նկատեի, եկով ինչ պետք է գայիք։ Դու աշխատանքի չես գնում։ Այս տարակից ով է գալի։ Ասում եմ աշխատանքի չես գնում։ Հա գնում, վակի ոտ էի շնչում, ասա որ հայրիկոց է, հայրիկ։ Դե ես գնամ, ես չլսել է իրան հատ կոմերն է ունի, չլսված եմ գնում, չլսված։ Գոնե մի քիչ կարճ նախադասություններ կազմի, սենց որ գնաց մինչև երեկո մենք էլ ենք իրա օրը ընկնելու։ Հիմա, մունատ մի եկեք, 6-րդ սեղանի լատ են։ Գալիս եմ։ Աչքերս քորանար, ես ես ամեն ինչը չտեսնեի գավի։ Մամ դե լավ, հազիվ էի կենտրոնացել։ Իմ աղջիկը սրա նրա առաջ։ Մամ, մենք երեք այս թեմայով արդեն լացել ենք։ Դու ինձ ասա, Զավենը ինչ էր յան ճղճղում։ Երեք են մինի կուպերը Զավենի ականջի տակ կրակել է։ Ոնց որ վատ է, ականջը չի լսում։ Ոնց։ Բայց պապան ասում է հրացանի մեջ պատրոն չկա։ Ով պապատ ինչ գիտի Գաբի։ Ինքը չէր որ ասում էր ամեն ինչ լավ է լինելու։ Բա ուր է այդ լավը։ Ես ինչի պիտի սենց դեպրեսիայի մեջ ընկնեի։ Ես ինչի պիտի սենց ստրես տանեի։ Ինչի համար եմ ես արժանացել այս կտանքներին։ Ախր այս ամեն ինչը ուղիղ իմ մարմնի հետ կապ ունի։ Շուտով ես կունենամ կնճիռներ, հոտացավեր ու սպիտակ մազեր։ Գաբի։ Ես գնացի։ Գնա, թող ես մենակ մնամ այս բացասական աուրայի մեջ։ Ես հասկացա, մեր վրա նավս կա, մեզ նավսել են։ Մտացի, Մարգո, մտացի։ Հայր իմ սիրասուն, Ասա որչակ, ասա արամ։ ինչ այսօր իմ տեղերի մեջ եմ քնել, նենց լավ եմ քնել, մարմինս ընդհանրապես չի ցավում, ուղեղս միլիոնի տակ աշխատում է։ Աշկիս շուտ կրակեմ Զավենի ականջի տակ։ Քիչ մնացել աղբորդ սպանեց, իլա ծիծաղում ես։
Ինքն է մեղավոր։ Ով է զենքով մարդուն քնից անում։ Այ բալա, բա ով ազենք օգնում։ Լավ հերս է թեման փագի, որտեղ ես ասա նենց մի հատ թեմա եմ բացում, մատերդ հետը լսես։ Ինչը չեմ կարող ասեմ Զավենի մասին։ Դե ագարների պահով էլի։ Փաստորեն, որ ուզում ես կարողանում ես շուտ գաս, հա? Զավեն։ Զավեն։ Իա։ Անայ ջանս երբ ես եկել։ Երեք նախադասություն առաջ։ Չհասկացա։ Զավեն, ինչի ես գոռում։ Խնդիր ունեմ։ Ակաշներս մի քիչ լավ չեն լսում։ Եթե կարաս մի քիչ բարձր ասա։ Հաճի կատակ չեմ անում իրոք։ Լավ, արի մտնենք խանութ, խանութում կգոռանք։ Okay։ Գնանք խանութ, այնտեղ խոսանք, չէ՞, ալզուտ գոր գրանք։ Գոր գրանք, այո, անցի։ Չէ, այսօր պետք չի։ Այսօր մի առաքեք, չենք աշխատելու։ Լավ, շատ լավ, մերսի։ Ինչ է նշանակում այսօր չենք աշխատելու։ Նշանակում է, որ այսօր չենք աշխատելու։ Сегодня мы не работаем. We are not working today. Մի հատ կայաս այդ Google Pay-ոչի կտանջատես ու նորմալ հարցից պատասխանես։ Բաբի ջան, այսօր օբյեկտը չի աշխատում, բայց դու աշխատելու ես։ Լսի, դու չես կարողանում առանց ինտրիգներ պահելու նորմալ պատասխանես։ Կարողանում եմ։ Վահան։ Նայ, որպեսզի երեկվա պես չլինի ու չտանջվես, մենք այսօր ամբողջ օրը նվիրելու ենք թեորիային։ Սովորելու ենք մենյուն, մեկ էլ հաճախորդների հետ շփվելու ու իրենց չչորելու նուրբ արվեստը։ Հա, բայց Դե այսօրվա աշխատավարձը ստանալու ես ամեն դեպքում։ կարեր չէ մի անգամից էս ասեիր ու այդքան չխոսայիր։ Ասա ինչի՞ց ենք սկսում։ Սկսում ենք թողտուգրիչ վերցնելուց։ Ներկայացնում եմ Դարի բիզնես գաղափարը։ Հարգելի Հովաշեն, ստարտափ սամիթի մասնակիցներ, ավելի կոնկրետ հերս։ Կարաս ասես, հայրենիքը լքած մարդը ամենաշատը ի՞նչն է կարոտում։ Հայրենիքում թողած հարազատներին։ Մի քիչ ավելի պաթոս ավելացրա, Ընկերների, մի քիչ էլ, հողն ու ջուրը։ այո, ես գիտեի, որ դու կարաս։ Հետո, Ջրի թեմա ջրում ենք, անցնում ենք հողին։ հողի ինչին։ Վաճառքին ինչին։ Վայ բարես, որոշել ես բրոկերություն անել։ Հերս ինչ բլոգերություն։ Ես այդ մարդկանց վաճառելու եմ իրանց իսկ հողը։ Լցնելու եմ վեդրոյի կամ գարշունկի մեջ ու բագաժ անեմ իրանց մոտ։ Հա, դու այդ նկատի ունեի։ Հա դու ինչ էիր հասկացել։ Չէ, ես ոչ ոք անել չէի հասկացել։ Նայ, օտարության մեջ ես, հոգ չէ։ Դու կարող ես երբ ուզես կպնել քո հայրենիքի հողին։ Լավ չի։ Իսկ ինչի հայրենիքի օդը չես վաճառում։ Էդի անողն շատ լավ է իմ իմանալով։ Հա, ճիշտ ես։ Կարևորն այն է, որ դու արդեն սկսել ես այն ինչ որ մտածել ես անել, ու ամենակարևորը, որ այդտեղ զենք պետք չի։ Ես ինչ ցենա։ Չլինի Մարգոն սկսել է տները մաքրել։ Հա, բա ավելի շուտ իմ բիզնեսը չի ստացվի, քան Մարգոն տունը գործ կանի։ Մարդ կար չէր հավատում, որ դու կարող ես մաքրել ես տունը։ Ես չգիտեմ ով է այդ մարդը, բայց ինքը ճիշտ է։ Ես ոչ թե տներն եմ մաքրում, ես նավսն եմ հանում։ Ինչ նավս, այդ ինչ ես խոսում, Մարգոն։ Կարլեն, մեզ նավսել են, չես հասկանում։ Եթե նավսած չլինեին, ես հիմա պետքա ծովի ափին հովանայի, ոչ թե հով տաշելում չգիտեմ ինչի մեջ։ Ու քո կարծիքով հիմա այդ պատը որտես թրջում ես, նավսը հեռանում է։ Չգիտեմ, բայց ես գոնե փորձում եմ մի տարբերություն ուրիշների։ Իսկ ես կարծում եմ, որ այդպես պատը ջրելով դու նավսը ավելի ես ամրացնում պատի մեջ։ Հələ մի րոպե, Այսինքն բան էլի, ծառը ոնց է, ջրում ես աճում է, չէ՞։ Նույն էլ պատը, ջրում ես պատը, այդ նավսը ամրանում է պատի մեջ։ Հələ ես բռնի, ոնց մտքովս չեր անցել։ Քո պես աղջիկը դա չէր կարող չիմանալ ախր։ Սրանք տար 8-րդ փողոց 4-րդ տուն։
Ինչ ես ասում։ Ասում եմ 8-րդ փողոց, 4-րդ տուն։ Հա։ Բայց որտեղ է։ Սպասի գրեմ տամ։ Հա։ Կարող է գրես տաս։ Գրի։ Կանաչ բուդկա մասկիչից երկու տուն եկող։ Հա, Բա բուդկա մասկիչն ինչը։ դու ստեղ, հա, թող ես կտանեմ։ Թող։ Կատակ եմ անում, գիտես։ Սկսենք մենյուից։ Ուրեմն, գրի մոժոր։ Չեմ հասկանում, ձեր մոտ մարդիկ միջատ են ուտում։ Մոժոժը միջատ չի։ Մոժոժը խոզի տոտիկներն են թթու դրած։ Վայ մամա ջան, ավելի լավ է միջատ լիներ։ Գրի, որ չմոռանաս։ Ծիծակ։ Դու ինձ ձեռ ես առնում։ Չէ, ինչի։ Բա ինչ գործ ունի կոշիկը քո մենյուում։ Փաստորեն մենք շատ գործ ունենք քո հետ անելու։ Գաբի ջան։ Ծիծակը բանջարաբոստանային կուլտուրայից է։ Ավելի շատ բիբար, ավելի շատ կծու։ Ուղղակի այդ կոշիկներն ու բիբարը իրար նման են, դրա համար էլ այդտեղից անունն է եկել։ Ծիծակ։ Չխառնա ամեն ինչ։ Դու գրի, ոչ մի խառը բան չկա։ Շոր պանիր։ Այդ հատուկ պանիրը իր հատուկ կանաչիով։ Գրեցիր։ Գրի quattro formaggi։ Ոնց։ Դու կվատրո ֆորմաջի գիտես պատրաստել։ Պրինցիպի կարամ։ Ուղղակի մնում է այս իմ հաճախորդներին բացատրեմ պաստան ինչա, որովհետև իրանց իմացած միակ պաստան այդ ատամի պաստան է։ Լսի Ֆլորենսիայում մի հատ նենց լավ տեղ գիտեմ, անմահական կվատրո ֆորմաջիներ են պատրաստում։ Մի պա 2 օրը մեկ գնում է Իտալիա, որ ուտեի։ Լսի, ես տենց էլ չհասկացա։ Ինչ է այս մեր կողմերում կորցրել են աղջիկը, ով որ 2 օրը մեկ գնում էր Իտալիա։ Այն նյարդային խնդիրների մասին հիշում ես, չէ՞ որ ասում էի։ Դե այդ կուրսերի կարևոր պայմաններից մեկը այն է, որ պիտի մեծ քաղաքներից խուսափեմ ու ցանկալի է մեր երկրում մնամ։ Պարզ է, շարունակենք։ Գրի բուղաչա։ Բուղաչա։ Հայրիմ սիրասու։ Ասա, այ բալես։ Լսի, եթե ես մի անգամ էլ վեր թռա քո պատճառով, այդ բառը ասելու եմ։ Ինչ բան։ Կարևոր չի։ Ասա ինչ ա եղել։ Պապ դու ստեղի քաղաքապետ է, գյուղապետ է, մի խոսքով այդ պետերից ինչ որ մեկին ճանաչում ես։ Ինչի՞ դա պետք է։ Դե ինձ պետք է այս գյուղից արտասահման մեկնած մարդկանց ցուցակը իրանից վերցնեմ։ Ինչի՞ համար բալես։ Մոռացար։ Հայրենիքից հողը ստարտափի։ Հա, հիշեցի։ Բայց դրա համար դու քաղաքապետին ինչ ես անում։ Ուրեմն դուրս ես գալի հիմա գյուղա մեջ ու նայում ես, որ տունը որ լքված է, ուրեմն այդտեղ ապրող մարդ չկա։ Ակունք իմաստության։ Իզուր չէ՞ որ քեզ պապա եմ ասում։ Համենը քաղաքապետին որ ասեի, չէր տալու ցուցակը, ուզենալ որ փայ մտներ։ Ճիշտ է, 100%։ Դե ես գնացի։ Հա։ Էլի, լավ էլի Մարգո, էդ ինչ ես անում։ Խնկահան եմ անում։ Դու խնկահան չես անում, է։ Դու արդեն խելքահան ես եղել։ Եթե չես օգնելու, ավելի լավ է գնաս։ Հա, բայց ինչով օգնեմ քեզ։ Իմ հետ կրկնի Omnius imindus spiritus Satanius հեռացիր այս սնտանիքուս։ Դու արդեն լրիվ ցնդելուս, Մարկուս։ Գնա, հա, գնա։ Omnius imindus spiritus հրամայում եմ քեզ հեռացիր այս ընտանիքուս։ Վեր։ Արակումը կատարված է։ Հաճախորդը գոհ, շոյված։ Լսիլը։ Ես ձեր համայնքում չկա, հա, չայվոյ հասկացողություն, չեն ես չի որ, ես դրա հույսին եմ, բայց դե կհասկանայի, էլի որ,
տանջանքներս գնահատեին։ Գարան լիքը բիր, Իքի բիր։ հավի քյաբաբ, տավարի քյաբաբ, քամած մածուն, ես մոռացել եմ, բայց մի րոպե հատուկ տեխնոլոգիա ունեմ։ Ուսեր, պլեչի, պլեչ։ Ճիշտ է, ապրես։ Լավ, ուզում ես մի քիչ հանգստացի, այսօր շատ ես աշխատել։ Հետո կշարունակենք։ Վահան, կարամ հեռախոսով էդ զանգեմ։ Բա հոգեբանդ քեզ անկյուն չի կանգնացնի, որ հեռախոսով խոսում ես։ Չէ, ես հենց իրանալ զանգում եմ, կարևոր բան ունեմ ասելու։ Հասկացա։ Խնդիր չկա, զանգի։ Մերսի։ Ես հեսա գամ։ Ալո, Միգել։ Ո՞նց ես։ Քեզանից է կախված մի ամորս։ Ու նկատի ունեմ, եթե դու լավ ես, ես էլ եմ լավ։ Ես լավ եմ։ Այսինքն ձեր բոլոր խնդիրները լուծվեց։ Չէ։ Ու ոնց հասկանամ, ոչ էլ լուծվելու է։ Իսկ էսի քո համարն է։ Չէ, Միգել, ես դեռ հեռախոս չունեմ։ Տնօրենից հեռախոսից եմ զանգում։ Տնօրենիդ հեռախոսը։ Գաբի դու աշխատում ես։ Ո՞նց կարելի է այդ աստիճան ընկնել։ Իսկ դու ինձ չես կարոտել։ Իհարկե կարոտում եմ։ Առավոտի ծիրիկում քո մասին եմ մտածում։ Համովա։ Ինչ։ Ասում եմ համովս։ Գիտես չէ, առավոտի ծիրիկում քո մասին եմ այ օ Այ հիմա հաստատ չաղ։ Չասեց բա գոնե որտեղ է։ Օրը անդունդի մեջ է։ Պատկերացնես ամեն ինչ նզված է, որ Գաբին աշխատում է։ Իսկան աշխատանքը ջուրը գնաց։ Պատկերացնես Գաբին ասեի, որ ես ու դու հիմա փինբերիում նստած իրա սիրած պաղպաղակն ենք ուտում։ Լավ էլ պետք է ասեիր։ Ոնց դու ինչ սիրտ ես։ Գնամ քեզ մի հատ բերեմ այդ սառը սիրտը թողվածնես։ Գնա պետք։ Կարլեն։ Այ Կարլեն։ Սրանք ցեղով խուլ են։ Արի։ Ինչ ես գոռում։ Այ։ Որս ես գնում։ Չէ, որսից եմ եկել։ Ոնց տեսնում եմ օրը տանհաջող է։ Նայածում համար։ Տանս կտուրին գործ էի անում, հարևանս եկավ։ Ասեց, որ լսել է ոնց է տղեդ գորգորում իմ աղջկա վրա։ Իմ տղե մի փոքր Արունը գախից տվեց։ Թվանքս վերցրի ու գնացի խանում։ Լավ Անահիտս բացադրեց էլի ինչոց է։ Էդ ինչի գույնդ կսեցիր։ Մի վախի, հոյսկականուց չէի խփի։ Շուն գել ընկերոջս տղենա։ Մի թեթև կվախեցնեի։ Ասենք ոտին կկրակեի։ Էդ ինչ ես խոսում։ Ինձ դասի։ Ինչի այդ տղեն խլացել։ Եմ փոքր տղես իմ հրացանով ականջի մոտ կրակել է։ Ահո։ Կարլեն, մի բան ասեմ, ոչ ես նեղանա։ Քեզնից նեղանալ կլինի։ Ինչի։ Որ տղուտ ոտին կրակեի չէր նեղանա։ Չէ, ուրիշ բան կանեի։ Լավ։ Ես իմ աղբերն է։ Կարլեն, կներես ինձ, բայց դու երեխեքիդ հետ շատ փափուկ ես վարվում։ Դե հա, կա նման բան։ Դու ինչ ես մտածում։ Ինչի ես քո տղուն գործի վերցրի։ Կարող աղջիկս չէր կարող գլուխ անել այդ խանութի գործերից։ Ուղղակի ուզեցի, որ այդ բամբակի մեջ պահած տղեն մի քիչ դժվարություն տեսնի։ Մեջքին ծակոցս կապշի։ Ես քեզ շնորհակալ եմ դրա համար, բայց կարողա փոքրիս էլ կարողանաս միտեղ դասավորել։ Այդ մեկն արդեն չեղավ Կարլեն ջան։ Այդ փոքրդ ինձ մի տեսակ վստահություն չի ներշնչում։ Լավ հիշի։ Կամ դա ինքն է իրան վնասելու, կամ մի ուրիշն է դրան վնասելու։ Հա։ Էս ինչ խնկի հոտ է գալիս։ Կինս այլի, չար ոգիներ է տնից հանում։ Իմն էլ այդ բանը ավելով է անում։ Ավելով։ Հա։ Ասում է, փոշու հետ նավսը տնից հանում եմ։ Նրա համար էլ մեր տանը երբեք փոշի չի լինում։
Ոնց հասկացա, հոգեբանատ քեզ բարկացրեց։ Չէ, ձեր գյուղի կապեր ինձ բարկացրեցին։ Իսկ հոգեբանս հենց այդ ասաց, որ շուտով հեռախոս կարելի կլինի պահել։ Դրա համար մոբայլ սենթրի կայքում եմ, հեռախոս եմ նայում։ Նայ, մեկ այս պայն ինձ հեռախոսս պետք չի։ Խոսքերս հետ եմ եկալում։ Ընտիր գյուղը, այս տնական բանին էլ չայվոյա, պանավոյ, էլի։ Կիսում եք, թե մենակ իմնա։ Մենակ քոննա։ Իմը։ Լսի, դու կարող ես գնաս։ Չէ, ես յոն չորուցաման չեմ ուտելու, չկա առակում։ Բա երբ ենք մենք միասին գնալու որսի, Սմբո։ Այ ախպեր, վռա զերևում է, որ վաղուց ես կողմերում չես եղել։ Ինչքան լավ որս կար, ամուսնացա։ Հանգիստ, վայ։ Համարտարսիկ ջան, ապրես։ Անուշ, Ասում ես ոնց էր կնիկը այդ չար ոգիների տնից հանում։ Ավելով, նոր չասացի։ Համարդ եմ մոռացել է մի հատ նորից կրկնի, ավելով ինչ էր անում։ Կարլեն, ավելով ինչ են անում։ Հատակ նավլում էր ու փոշու հետ նավսը տնից դուրս անում։ Դրա համար էլ մեր տանը մի կտոր նավս չկար։ Այ հիմա հասկացա, ավլում էր ու փոշու հետ միասին հանում էր։ Լավ, մենք երբ ենք արջի որսի գնալու։ Հենց որ գյուղի մոտակայքում քաղաքից եկած արջերևը։ Ես ինչի մեր խոհանոցից չես օգտվում։ Որովհետև քո խոհանոցին ծանոթ չեմ, իսկ հավի ձողիկները վաղուց գիտեմ։ Լավ, դեկեր, որ անցնենք մեր վերջին պարապունքին։ Իսկ գոնե կասես ինչ ենք անելու, որ իմանամ, դանդաղ ուտեմ, թե շատ դանդաղ ուտեմ։ Հանգիստ կեր, որովհետև ժպիտիդ վրա ենք աշխատելու։ Շատ դժվար բան ես ասում։ Գիտեմ։ Բայց ես պինգվերի կոտոտը լավ եմ կյուտը։ Դե շատ լավ է, ես վերցրում։ Ես ինչ առակում, հա? Պաստանցյայի ձախ, հա? Բա պաստանցյան ինչա? Չէ ուր ես գնում, հիմա է կատակ չեմ անում պաստանցյան ինչա? Կուստացյան շտաբա ես ինչա? Սամբո ջան, քեզ մի բան խնդրեմ։ Եթե սրանից հետո դու խնդիր կունենաս իմ տղայի հետ, ուղիղ ինձ դիմի, ոչ թե հրացանիդ։ Կարլեն ջան, նայած թե այդ պրոբլեմը ինչ կալիբրի կլինի։ Ես ինչ շներ են ստեղի շները, ընգել այս շալվարից հետևից։ Այդ տղա ջան, էդ ինչ տեսքա։ Մտի տուն ես էսա ճանապարհ եմ Սմբատին գալիս եմ։ Այդ ինչ ճանապարհ ես, բայց այս փոքր տղատ աչքից տարօրինակ է։ Մեղմ ասած տարօրինակ։ Ամել գիտես ինչ, երեք երեխեքը թե չի լարնում աչքի։ Որովհետև տարբեր մերերից են։ Ինչպես Հրանտ Թոխատյանն ասել, ամեն երեխա պիտի իր մերը ունենա։ Քելոք բան։ Գնաց։ Էս ինչ վիճակ, այ բալա, ինչ ա եղել։ Քո ասացի պես մի հատ լքված տուն գտա։ Հա։ Ասի մտեմ հողամաս հող վերցնեմ։ Մտա պարզվեց մարդիկ տունը լքել են, շները չէ։ Հարցեկան վրես։ Հազիվ եմ ինձ փախցրել։ Լավ ինչ պարտադիր էր այդտեղից վերցնեիր այդ հողը։ Այստեղից վերցնեիր։ Պապ մոռացել ես, իմ բիզնեսը հիմնված է փոխադարձ վստահության վրա։ Ոնց ես կարամ իմ կլիենտին խաբեմ։ Լավ, գոնե գիտես ում տուն ես մտել։ Այդ հետո կիմանայի։ Ուղղակի քանին տեղ էի։ Լավ։ Գնա փոխվի։ Ես ինչ տես կա։ Մարգոին ինչ ա եղել ավելի անում։ Լուրջ։ Լավ անում։ Հա, բայց ավել անելուց ամեն ինչ որ եսի մի չեր եմ բառեր ասում։ Լավ անում, բան չկա, դու ուշադրություն մի դարձրու, տղա ջան, դու հիմա մտի տուն,
Բայց այնպես արա, որ իրան չխանգարես, հա, Պալես։ Մի խոսքով իմ մոտ նենց տպավորություն էր, որ հեռախոսը հատուկ անջատեց։ Դա քեզ թվացել է Անուշս։ Քեզ գտնելը շատ դժվար է, կորցնելը առավելևս։ Իսկ ինձ թվում է պապան ճիշտ էր։ Միգելը իմ հետ փողի համար էր։ Գաբի ո՞նց կարա պապա ճիշտ լինի։ Նա շուրջդ նայի, սա ճիշտ է։ Չգիտեմ, մամ։ Միգելի հետ խոսալուց հետո տրամադրությունս լավ ընկել է։ Քո տրամադրությունը ընկել է աղջիկս, որովհետև դու այսօր մամայի պատրաստած հավի ձողիկները չես կերել։ Մի հատ ավտոտնակդ բացի, խրխրթիկը գալիս է։ Ասա որ համով ճարևոյա։ Գումետ իսկ կաղտերա։ Մի քիչ կամած խոսի, խնդրում եմ, կամած, համով է, հա։ Հա։ Իմանեմ ինչի ես նիկեյա։ Էլի սաղգիշը չեն կնելու։ Ստիպատ պրիմ ոչխար ասնում։ Բայց այդ համով է։ Ուտեք։ Ոնց որ թե քնեց։ Կարող են գնալ մեր սենյակներով, բայց անհամուկ։ 256 ոչխար։ 257 ոչխար։ 243